Պարոն Պետրոսյան, երեք ողջ օրը Նիկոլ Փաշինյանը փողոցում տարբեր մարդկանց էր անպատվում, նախ մի կնոջ սկսեց անպատվել, ասեց, որ կզսնելու է բոլորին, ուղակի մեջբերում եմ, հետո մարդկանց անվան ասում էր Ռադքաշի, Համբալ, Ղարաբաղյան պսևդո էլիտաներին պետք է կզացնենք եւ այլն, երեք ողջ օրը կռիվ էր անում, ձեր կարծիքով սա նորմալ է քաղաքական պաշտոնյայի հետ կապված Նիկոլ Փաշինյանը երբ որպես հրապարակավ տարբեր մարդկանց կզսնելու մասին է խոսում։ Հարգելի պարոն Սիմոնյան, խնդիրը նրանում է, որ մենք գործ ունենք հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող մարդու հետ։ Այս առումով նորմալ է, որ աննորմալը տես բաներ է խոսում, բայց իրականում դա նորմալ չի, որովհետև ինչպես կարելի է, որ իրեն ժողովրդական վարչապետ հռչակած մարդը ժողովրդի հետ այդ ձևով վարվի։ Ինքը պարզապես մի շարքային խելագար է, դրա համար իրեն թույլ է տալիս ամեն ինչ։ Ինքը հայտնոտի մեջ է, հասկանում եք, հարգելի պարոն Սիմոնյան։ Ինքը հասկանում է, որ չի վերընտրվելու եւ ընկել է էքստազի մեջ։ Դրա համար էլ դրանից դրդված ամեն մի աննորմալություն կարա իրեն թույլ տա։ Ես դա համարում եմ ծայրահեղ անհարգալից վերաբերվում քաղաքացու նկատմամբ, ես դատապարտում եմ նման մոտեցումը ու գտնում եմ, որ պետքա իրավապահ մարմինները զբաղվեն դրանով, որովհետև հանրային ծառայության մասին մենք օրենք ունենք։ Այնտեղ սահմանված 2018 թվականի մարտի 23-ի օրենքն է։ Հանրային ծառայողի քաղաքական զսպվածության սկզբունքը պարկադիրության։ Հիմա քաղաքական զսպվածության մեջ մտնում է նաև քաղաքացիների հետ հարգելի մոտեցումը, վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ։ Ինչ է նշանակում ժողովրդական վարչապետը ասի, չգիտեմ, ինչ նոր դուք ինչ որ կզսնեմ, այո։ Հա, հասկանում եք, դա քաղաքական զսպվածության սկզբունքի կոպտագույն խախտում է, ինչը հիմք է նրա նկատմամբ վարույթ հարուցելու համար։ Այլ է խնդիրը, երբ որ այսօր մենք չունենք անկախ դատախազ, գլխավոր դատախազ, որ կարողանա իրեն թույլ տալ այդպիսի շռայլություն, այսինքն վարույթ հարուցի օրենքը խախտող վարչապետի նկատմամբ։ Եվ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն բոլորը հավասար են օրենքի առաջ։ Հիմա եթե այդ նույն բանը անեինք ես կամ դուք, հաստատ այսօր մեր դուրը կծեծեին իրավապահ մարմինները։ Իսկ ինչու չեն ծեծում այդ իրավապահ մարմինները Նիկոլ Փաշինյանի դուրը, որովհետև ինքը ժողովրդական վարչապետ չի, ինքը դեսպոտ է։ Իսկ Հայաստանն էլ դեսպոտիզմի կենտրոնի է վերածել։ Ու միայն մի բանի համար, ոնց անի, որ պահպանի իր իշխանությունը։ Պարոն Պետրոսյան, բայց հետաքրքիր է, որ դուք Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործից եք խոսում, բայց նրան հետ բանավեճի բռնված քաղաքացու դեմ են խուլիգանության հոդվածով գործ հարուցել։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ասում է Համբալ, ասում է Ռադքաշի այդ մարդուն, բայց այդ մարդուն են խուլիգանության կասկածանքով ձերբակալում։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանից լավ Համբալ գոյություն չունի։ Ես խնդրում եմ ֆիքսեք։ Իրանից լավ Համբալ գոյություն չունի։ Ինքը այնքան անպատկառ երկոտանի է, չի ամաչում, չի հիշում ինքը ինչ պայմաններում եկավ իշխանության։ Եվ այսօր արդեն իշխանությունը իր ձեռքում է, ներքին գործերի նախարարը իր դերասանն է, գլխավոր դատախազը իր դերասանն է, ով է տեսել, որ մարդ կյանքում մի օր դատախազությունում աշխատած չլինի ու միանգամից գլխավոր դատախազ նշանակվի։ Սա դուք ինչքանով եք օրինաչափ համարում։ Ճիշտ է, իմ ուսանողուհին է եղել, վատ բան չեմ ուզում ասեմ, բայց գիտեք ինչ, հարգելի պարոն Սիմոնյան, ճշմարտությունը պետք է գնահատել եւ նրա մասին պետք է խոսել։ Հերիքա մենք մեզ կեղծենք։ Մի օր դատախազությունում չաշխատած մարդը գլխավոր դատախազ նշանակվի, բարձ չի, որ նա որպես կամակատար է նշանակվել։ Դրա համար էլ ի կատարածում Նիկոլ Փաշինյանի բոլոր բանը ցանկությունները։
Էսա ճշմարտությունը։ Հետաքրքիր է, որ նաև Նիկոլ Փաշինյանը Զարուհի Փոստանջյանին հասցեին վիրավորանքներ հնչեցրեց, ասաց գետինը մտնես, ծախված եւ այլն, այն մարդու, ով որպես փաստաբան Նիկոլ Փաշինյանին ժամանակին պաշտպանել է, երբ որ ինքը քրեակատարողական հիմնարկում է եղել։ Սրան ինչպես կարող եք Պարոն անդրադառնալ։ Սիմոնյան, հարգելի պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանը սրբություն չունի։ Ինքը կարող է իր կանողին էլ անպատվել։ Դրա համար զարմանալի չի, որ ինքը Զարուհի Փոստանջյանին վիրավորել է։ Ես Զարուհի Փոստանջյանին անձամբ ճանաչում եմ, մենք մոտ ենք, ինքը շատ լավ ընտանիքի աղջիկ է, վերջը հիմա շատ չծավալվել, եւ գրագետ իրավաբանը պարզապես այստեղ շահերի բախումն է։ Դա է, իր հիմնական շահ հասկանում եք այս մարդու համար, հարգելի պարոն Սիմոնյան, գոյություն ունի գերակա շահ, իրավաբանության մեջ այդպիսի հասկացություն կա։ Այս մարդու համար գերակա շահ սեփական պաշտոնը պահպանելն է։ Ինքը այդ ճանապարհին ում վրով ասես կանցնի։ Այդ թվում եւ սեփական ծնողի չնայած չեմ ուզում իր ծնողներին վիրավորել, որովհետեւ երկուսն էլ մահացած են, բայց ինքը պատրաստ է այդ արժեքների վրով անցնել։ Իր երեխու վրով կանցնի։ Այս է ամբողջ խնդիրը։ Ես դատապարտում եմ նաև այդ իր քայլը ու չգիտեմ, կոչ եմ անում իրավապահ մարմիններին գտնվեն իրենց բարձրության վրա, հարգեն իրենց կարգավիճակը, իրականացնեն օրենքով իրենց վերապահված լիազորությունները։ Եվ վերջին հարցը Նիկոլ Փաշինյանը շատ է թիրախավորում Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, նրանց հասցեին շատ տգեղ է արտահայտվում եւ խոստանում է, որ այդ մարտիկ նստելու են։ Երբ որ գործադիր իշխանության ղեկավարը այսպես իր վրա է վերցնում մարդկանց նստեցնելու լիազորությունը, հա, երբ որ դա պատկանում է դատարաններին, դատարանները մարդկանց ազատ ազրկելու իրավունք ունեն, սա արդյոք պետական իշխանության զավթում չէ, պարոն Պետրոսյան։ Դա սահմանադրական կարգի տապալում է Հայաստանի քրեական օրենսգրքի 420 հոդված, գործադիր իշխանության մարմնի լիազորությունների մեջ չկա այդպիսի բան, որ ինքը կարողանա մարդկանց նստեցնել, չգիտեմ, սպառնալ եւ այլն, անուղղակիորեն ներգործում ունենալ իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ։ Դա սահմանադրական կարգի դասական տապալում է, նորից եմ կրկնում, ով կասկածում է թող ստուգի, քրեական օրենսգրքի 420 հոդվածը 10-ից 15 տարի ազատազրկում։ Ես դրա համար եմ ասում, հարգելի պարոն Սիմոնյան, ինքը ցայտնոտի մեջ է, ինքը գիտի, որ չի վերարտադրվելու։ Դրա համար ինչ այդ պահին մտքին փչեց անում է, մենակ թե իրան պահի, բայց ինքը չի հասկանում, որ իր վերջը շատ ավելի վատ է լինելու, քան ինքը կարծում է։ Ինքը չի հասկանում, թե քրեական օրենսգրքի ինքնանորագույն հանցագործությունները շալակել ու դրանց համար ինքը պետք է պատասխան տա։ Այսօր իր միակ խնդիրը ամեն գնով վերարտադրվելն է, բայց դա իրան չի հաջողվելու, որովհետև եւ այնպես չի, որ գերազանց պատկերացում ունեմ, գնահատական ունեմ մեր ժողովրդի քաղաքական գիտակցության վերաբերյալ, բայց ես մի բան այնուամենայնիվ չեմ ուզում լքել այդ հույսը, որ ի վերջո մեր ժողովուրդը ի վիճակի է լինելու իրավիճակին տալ ճիշտ գնահատական եւ այս քվեարկությամբ հունիսի 7-ին որոշի Նիկոլ Փաշինյանի ապագան։ Այսինքն ոչ թե Նիկոլ Փաշինյանի ապագան, այլ հայ ժողովրդի ապագան։ Որտեղ այդ ընտրությամբ որոշվելու է մեր երկրի ճակատագիրը։ Հասկանում եք, այդ մարդը ամեն ինչի գնում է մենակ պահի իր իշխանությունը, իրան չի հետաքրում ոչ Հայաստանի Հանրապետության անկախությունը, ոչ ինքնիշխանությունը, ոչ տարածքային ամբողջականությունը, ոչ մեր երկրի սոցիալական պետություն լինելու, հռչակված լինելու հանգամանքը, ոչինչ չի հետաքրում իրան։ Իրան պետք է մի բան, պահի իր իշխանությունը։ Հիմա ես լիահույս եմ, որ հայ ժողովուրդը, որ տվել է Պարուս Սևակ, Հովհաննես Շիրազ, Հովհաննես Թումանյան, այդպիսի գավաթներ տված ազգը չի կարող վերջին պահին ուշադիր չլինել իր ապագայի նկատմամբ։ Էս է իմ հույսը։
Իսկ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Նիկոլ Փաշինը պարզապես վախերով է լքված։ Ինքը հասկանում է, որ այդ մարդիկ են այն մարդիկ, ովքեր կարող են հակակշիռ լինել իրան, եւ ինքը զրկվի իշխանությունից։ Դրա համար էլ ինքը թիրախավորում է այդ մարդկանց։ Տեսեք, անկեղծ եմ ասում, հարգելի պարոն Սիմոնյան, ես ոչ մեկի հետ քաղաքական համագործակցության մեջ հիմա չկամ։ Նախկինում եղել եմ Բարգավաճ Հայաստանի անդամ 2020 թվականից ինքս իմ նախաձեռնությամբ անդամակցությունը դադարեցրել եմ, շատ մեծ հարգանք ունեմ եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ես իմ ձայնը տալեմ Սամվել Կարապետյանին եւ կոչ եմ անում բոլորին էլ, որ այդ մարդուն վստահել միայն նրա համար, որ իր անունը չի ասոցացվում որևէ կոռուպցիոն գործարքի հետ, այդ մարդը ինչ կարոտել է երկրի համար արելա չունենալով դրա իրավական պարտականությունը։ Կարող է բարոյական առումով ինքը համարել, որ պարտավոր է մի բան անի այս երկրի համար, բայց նա չի ունեցել իրավական պարտականություն։ Կարող եւ չաներ, ինչպես շատ միլիոնատերեր, որ սկի Հայաստանի Հանրապետության կանոնը կարգին չեն կարող վկայակոչել։ Այդ մարդն արել է, դրա համար ես հակված եմ իր կողքը կանգնել, նորից եմ ասում, որևէ քաղաքական կապ չունենալով։ Հարգելի պարոն Սիմոնյան, ոչ իր կուսակցության անդամ եմ, անձամբ իրեն էլ չեմ ճանաչում, բայց ես գտնում եմ, որ ինքը լիարժեք իրավասու է, իրավազոր է երկիրը ղեկավարելու։ Բայց նաև հարգում եմ Քոչարյանին, նաև Ծառուկյանին, գտնում եմ, որ իրանք համագործակցությունը օգուտ կտա մեր ազգին։ Հարգելի պարոն Սիմոնյան, հասկանում եք, այսօր իրականությունը հետևյալն է, ոչ մի ընդդիմադիր ուժեր չի կարողանալու ինքնին միանձնյա 50% ձայն հավաքել։ Չկա տենց բան։ Չեն թողելու, չի լինելու։ Չի կարող լինել նաև այդ նույն Նիկոլ Փաշինը, Հայաստանում Ադրբեջանի արտակարգ իրազոր դեսպանը։ Նա էլ չի կարողանալու 50% հավաքել։ Հիմա դրա համար խնդիրն է, որ խառնակցություն մտցնի ընդդիմադիր դաշտ բառը չեմ սիրում ասել, ընդդիմադիր ոլորտում, որ կարողանա իրար դեմ հանել։ Բայց ես կարծում եմ եւ խնդրում եմ եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ Ծառուկյան Գագիկին, եւ Սամվել Կարապետյանին որ միավորվեն, որովհետև հաջողության գրավականը միայն միասնության մեջ է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, պարոն Պետրոսյան ջան։ Ես էլ եմ շնորհակալ։